На недельку до второго я уеду в Комарово, поглядеть отвыкшим глазом на Балтийскую волну. И на море буду разом, кораблем и водолазом. Сам себя найду в пучине, если часом затону. Ես գնում եմ առաջինը. На недельку до второго я уеду в Комарово. Ես գնում եմ երկրորդ առաջինը. Сам себя найду в пучине, если часом затону. Դե ինչ ծովային թագավորությունը մեզ է սպասում։ Ես արագանցում եմ ցանկության կատարմանը, քանի դեռ օդս չի վերջացել, իսկ թե որն էր ցանկությունը, միանգամից կհիշեք հաջորդ կադրերը դիտելուց։ Ճիշտը որ ասեմ, ձուկ նույնիսկ չէր էլ մոտենում, բայց իմ դիրքից իմ ծիծաղն էր արդեն գալիս, ուղղակի ափսոս չէի կարողանում ծիծաղել։ Եվ հեռվում սկսեց երևալ Արմուշը։ Ես արդեն մի 10 րոպե համակերպվել եմ, որ ձկներն էլ են վրես ծիծաղում, իսկ Արմուշը դեռ նույն խորության վրա է։ Եվս մի 2 րոպե էլ զգացի, որ ձկները ձանձրանում են, արդեն սկսեցի ստիպված իրանց համար պարել։ Արմուշին վերջապես բերեցին։ Գիտեք չէ, լրիվ մենակս լողանալով իջել եմ ներքև։ Տեսակ չէ այսի։ Մի հատ է տեսակ այս։ Մի քիչ հետո մեր հետի պրոֆեսիոնալ լողորդը զգաց, որ մեր օդը վերջանում է, իսկ մենք եթե ձուկ չբռնենք, հաստատ տեղից դուրս չեն գա, ստիպված իրան դրեց ձկան տեղ։ Վերջ, մեր օդը արդեն վերջանում է և մենք հերթով բարձրանում ենք վերև։ Առաջին ասցի ես բարձրանում, ասցի մարդ ես, ես չթողեն էլի գնան։ Պապայություն։ Պապայություն։ Ով է պապայությունից հետո սես տարօրինակ շարժումներ անում։ Ուղղակի ակաժներ չդիմացա, բայց հրաշք էր։ Իսկական հարց չկան ներքևն է, ջրի տակ։ Իսկ մենք այդ ընթացքում ջրի տակ մի դրոշ գտանք, որը և փորձեցինք բարձրացնել նավ։ Բայց Արմուշը ոչ միայն մեր լողորդիները ձկան կարթով բռնել այդ ընթացքում։ Այս տեսնում եք այս տնայից է, որ Արմուշը պայտակ լողանալուց չեր զգացում այդ ձկան կարթը սես գցել էր թևից ես քաշելով հետևից տանում էր, դե որ չես կարա գոռաս։ Ինչ ասես։ Ինչ գոռաս, ինչ ասես հետևից է որ սխալ բանա բռնե Արմուշը։ Այդ դոմիցանկությունը սխալ մարդու վրա է կատարում։ Աստրեմ ջրի տակ լավ գարիկ է բռնվում։ Բայց մեկ է ինչպես էլ որ ստացվեց, մեկ ամեն կատարեցինք ձեր ցանկությունը, որովհետև ասել էինք հարց չկա։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտվեց մեր արկածները Հորդանանում եւ շատ ուրախ եմ այս անգամ, որ ես էի կատարում ձեր ցանկությունները, որովհետեւ իրականում ես ու Գարիկը ասել էինք հարց չկա։
Բայց չէ իրականում այսքանով չավարտվեց, որովհետև Արմուշի մոտ դեռ նստած էր այն փաստը, որ նա դեռ չի ապացուցել, որ հարճկայում կարող է լինել։ Դրա համար նա որոշեց Հայաստան վերադառնալ հետևյալ կերպ։ Եվ մենք գնացինք Սևան կարոտները սառնելու։ Արա դե մեր Սևանն ուրիշ է, էլի Գարիկ։ Ահա, ով դե կխապեր, իշ կարմիր ծով, իշ մերյալ ծով։ Սևան բամբոն, ինչ դայվինգ, Սևան ապեր։ Կարմիր ծովը, սաղ թանկ։ Հլը, նայ, հլը։ Լայ է սկուտերը որ կա է, որ սենց անստում է իմ այստեղ։ Այս սկուտերը ապեր, ռոսկի կարմիր ծովում ժամը ես 50 եվրո, իսկ ստե աղբեր, ընդամենը 60,000 դրամ տալիս ես, ժամվա մեջ ինչքան ուզում ես կշի, ներժանաս, հետո ջրի սարմությունը, դեղ ինչ է մտնում էր տակ, 8 ժամ մեջ մնում էր, աղբեր, էդ ինչ է, լուրիշ գործում ես 8 ժամ մնար ջրի մեջ, չմտնես մետ մի վարկանում սարս ելնես, հիվանդանաս որ ասենք բարեկամները կան տեսացության աղբեր, մի քիչ կարոտը տարնես տատուց էտ ընգեր, դե չես ինչ աղբեր, տարը։ Չկարացար թռնես, Իհարկե, նորմալ մարդիկ իրար խանգարելով աղբեր։ Ավտոբուս շփվում են որովհետև իրար հետ, ընդեղ ինչ է աղբեր ջան, ոչ մեկ էս բանը տեղ չի դնում, ստեղ է որ մի հատ մեկի վրա մի ջուր ես անում, մի անգամից նկատում են, գալի, ոգևորվում, խփում, բենիս, կարոտը չեն առնում, քաղաք կտնենանք իրար այդ աղա, քաղաքում են հանդիպում, շշատով, ստեղ ուրիշ է, ջիգարն ուրիշ է, Ստե ջիգարն ուրիշ է, Սևանի ջիգարը, վաբշե մեր ջիգարը։ Ինչ անեն գնանք, Բայց մի տեսակ չեմ կարում կտրվեմ մեր Սևանից ապեր։ Էնով էր ասում, որ չեմ թռնի։ Ասեմ ավելին, ես ուրիշ բան էլ կարամ։ Իրոք գեղեցիկ երեկո է անցկացվում այսօր այստեղ Կինո Մոսկվայի բակում, բայց կամ մի հատ բայց ժողովուրդ ջան ինձ պետք է օգնեք։ Ուրեմն Գարիկը տեղյակ չի, որ ես եկել եմ հիմա այստեղ, այս բեմի վրա եմ։ Ուղղակի ես իրան խոսք եմ տվել, որ ես իրան մի հատ այնպես անակնկալ եմ մատուցելու, որ ինքը իրոք չէր սպասելու դրանից։ Ուրեմն պատրաստ։ 1, 2, 3 հարց չկա, հարց չկա, հարց չկա, հարց չկա, հարց չկա։ Մերսի, տեսար Գարիկ, հարց չկա։ հարց չկա։ Շեն դեկոր